Չգիտեմ, երկար խոսեմ, թե կարճ այս թեմայով։ Եկեք տվեք մի անգամից անդրադառնամ։ Տեսեք, եկեք ես այս հարցից մի քիչ հեռվից գամ, որ այս շղթան պարզ լինի, որտեղ այս մարդկանց մոտ այնքան շփոթ է առաջացել։ Մի հատ այս թեման անենց է խճճվել ու այնքան անլրջացել, որ շատերը նաև չեն հասկանում, այս ինչա կատարվում։ Երբ որ իմպիչմենտի նախաձեռնողները դիմեցին մեզ իմպիչմենտ սկսելու համար, 1.5 ամիս առաջ մենք հայտարարեցինք հետևյալը, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու բոլոր հիմքերը կա, մենք իմպիչմենտի գործընթացը այս պահին չենք սկսում, որտեղ դա սկսելու համար բավարար ստորագրություններ չունենք։ Եթե կլինի ուժ եւ թեկնածու, որ կստանձնի պատասխանատվությունը եւ ունի այդ ստորագրությունները, այսինքն այդ 8 ստորագրությունը գործընթացը սկսելու համար մենք պատրաստ ենք ստորագրել։ Դրանից հետո Էդմոն Մարուկյան եւ այլ այդ պատմությանը չանդրադառնում, ձեր աչքի առջեւ է։ Եղավ մեկ շաբաթ առաջ պատիվ ունեմի հայտարարությունը, որ մենք առաջադրում ենք թեկնածու եւ ստանձնում քաղաքական պատասխանատվություն այս գործընթացի համար։ Մենք տրամաբանորեն ենթադրում ենք, որ եթե արդեն պատիվ ունեմը ՀՀԿ-ն մտնում այս գործընթացի մեջ եւ ստանձնում այս պատասխանատվությունը, առնվազն գործընթացը սկսելու համար բավարար 8 ստորագրությունը ունեն։ Եվ այդ իրենց հայտարարությունից անմիջապես հետո Հայաստան խմբակցությունը հայտարարեց, որ մենք պատրաստ ենք պակասող 28 ստորագրությունը տրամադրել գործընթացը սկսելու համար ու հրավիրում ենք քննարկման, պատրաստ ենք քննարկելու այս հարցը, այսինքն մենք ենք հրավիրել մեր գործընկերներին այս հարցը քննարկել։ Քննարկման արդյունքում մի քիչ պաշտոնական բանակցություններ եւ այլ, ասես փորձեցին մի հատ չգիտեմ ինչ, մենք շատ ընկերական, շատ մեր ամեն օրվա գործընկերներն են, 5 տարի միասին ենք եղել բազմաթիվ հարցերով, շատ պարզ հարցադրումներ են կարել։ Հիմա իհարկե իմ հարցերը ներկայացնում են իբրև պայմաններ եք դրել, բայց շատ պարզ հարցադրումներ են կարել։ Առաջինը, արդյոք 36 ստորագրությունը, այսինքն պակասող 2 ստորագրությունը կա գործընթացը սկսելու համար։ Մեր ընկերները ասացին, որ այս պահին դեռ չունենք այդ 2 ստորագրությունը, բայց եթե ունենանք էլ, մենք այժմ չենք պլանավորում դա բերել խորհրդարանի օրակարգ, որովհետև մենք արդեն հայտարարել ենք եւ հիմա էլ վստահեցնում ենք, որ խորհրդարան կմտնենք 54 ստորագրություն ունենալու դեպքում։ Այս պարագայում մենք ինչ ենք ասել։ Ասել ենք լավ, 2 հարց։ Հիմա ասում են այդ հարցերը, որ դրել եք, պայման եք դրել։ Փողոցային գործընթաց լինելու է, թե չէ, եւ ինչ ծրագիր կա։ Ասելու են լինելու է։ Ասել ենք երբ է դա տեղի ունենալու, ինչ ժամկետներում։ Հիմա ենք անում, հաշուն ենք անում, ընդ որում չենք ասել երբ եք անում, ասել ենք երբ ենք անում։ Ու շատ հստակ ասելով այդ փողոցային պայքարի եւ առաջիկա իմպիչմենտի գործընթացի բոլոր աշխատանքներում մենք պատրաստ ենք ամբողջությամբ ներգրավել։ Այս հարցերում շատ կոնկրետություն չի եղել։ Այսինքն աշունը երբ, ինչ ծրագրով եւ այլն։ Լավ ասել ենք։ Մենք հայտարարում ենք հրապարակային, որ 28 ստորագրությունը պատրաստ է ձեր ներկայացրած տեխնացուին առաջադրելու համար։ Դուք կարող եք, մենք այդ մասին հրապարակային կհայտարարենք, դուք կարող եք ցանկացած բանակցության գործընթացի ժամանակ հղում անել մեզ, որտեղ պետք է մենք էլ ենք պատրաստ մասնակցել այդ բանակցությունների, եւ եկեք հայտարարեք, որ Հայաստան խմբակցության ստորագրությունները կա, ամբողջ ներուժը կենտրոնացնենք 4 անկախ падգամավորների, ընդ որում մենք էլ ձեր հետ, եւ ԿՊ 20 падգամավորների համար, հատկապես եթե գնում ենք 54-ի հետևից։ Ու մենք այդ ընթացքում ես ստեղից այդ մասին հայտարարել եմ, ու ասել եմ, այդ ստորագրությունները մեր պատրաստ է, բայց հրապարակելու կարիք չկա, որովհետեւ խոսքը հաճախ ավելի արժեք ունի, քան այդ հրապարակային թղթերը, այսինքն մենք մեր խոսք ապացուցելու համար չպետք է նաև ցույց տանք, որ ինչ որ մեկը հավատա։